13-10-2005 թվական Հայաստանում գրանցվում է Geoteam PBN, այժմ Lydian Armenia։ Միևնույն ժամանակահատվածում բրիտանական օֆշորային Ջերսիի գոտում ստեղծվում է Lydian International ընկերությունը, որը հետագայում դառնում է Geoteam PB-ի 100%-անոց բաժնետերը։ Հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող այս ընկերությունը փորձեր է կատարել շահագործել հանքավայրեր նաև Թուրքիայում, Կոսովոյում եւ Վրաստանում, ինչը տարբեր պատճառներով բարեհաջող ձախողել է։ Սակայն այս ընկերությանն այնուամենայնիվ հաջողվում է Հայաստանում ստանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր թույլտվությունները։ Անտեսելով խորհրդային տարիներին այդ տարածքներում արված երկրաբանական հետախուզական աշխատանքների ոչ բարենպաստ տվյալները, Lydian ընկերությունը 2009-ին հայտարարում է, որ Ամուլսարում առկա են 17 տոննա ոսկու պաշարներ։ Մի քանի ամիս անց դրանք դառնում են 53, իսկ հիմա արդեն խոսքը 70 տոննա ոսկու պաշարների մասին է։ Lydian International ընկերությունն իր կայքի գլխավոր էջում իլուր աշխարհի հայտարարում է, որ ինքը հայտնաբերել է Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրը, մոռանալով, որ Սոտքի ոսկու պաշարները գնահատվում են մոտ 155 տոննա։ Բացի այդ նշենք, որ նույն ընկերության տվյալներով Ամուլսարում ոսկու միջին պարունակությունը 1 տոննայում կազմում է 0.7 գրամ, իսկ Սոտքի հանքավայրում այդ ցուցանիշը 5-ից 7 գրամ է։